Ողջույն արգելի հեռուստադիտողներ, համացանցի հետևորդներ, Վահան Միրաքյան։ Ողջույն Դավիթ, ողջույն մեզ հետևող մարդիկ։ Եվ այսօր ուղևորվում ենք Էջմիածին։ Եվ մեզ այնտեղ սպասում է Ներսես Մելիքյանը։ Նկարիչ դիզայներ, կարծում եմ։ Այո։ Ահա, շատ հաճելի է։ Կարծում եմ հետաքրքիր բացահայտում է մեզ սպասում, որտեվ նոր է կառուցել Ներսեսը տունը։ Վստահաբար մենք առիթ կունենանք զարմանալու եւ հիանալու։ Դե գնանք մանրամասները բացահայտելու։ Գնացինք։ Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Բարև ձեզ Ներսես։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում քաղաք Էջմիածին։ Շատ հաճելի է, շատ ուրախ եմ։ Ինչպես է տրամադրությունը։ Շատ լավ, նորմալ, շատ նորմալ։ Ներսես ճիշտն ասած, երբ մուտք գործեցինք այս փողոց, միանգամից հնարավոր էր գուշակել, թե որն է արվեստագետի տունը, որովհետեւ շատ յուրահատուկ լուծումներով տուն ունեք։ Ումն է դիզայնի գաղափարը։ Դիզայնի գաղափարը, քանի որ ինքս դիզայներ նկարիչ եմ, ուստի իմ գաղափարն է, իմ ճաշակը, իմ սիրելի ոճը, արել եմ այնպես, ինչպես ցանկանում եմ, մի քիչ արվեստային եմ մոտեցել եւ յուրահատուկ դիզայնով եմ արել ամեն ինչ, ու հոգի դրած այնպես ինչպես ցանկություն ունեի, այնպես էլ ներկայացրել։ Անմիջապես ձեր տան վերևում սավառնակ ենք տեսնում, չեն խանգարում այս ձայները ձեզ, թե արդեն սովորել եք։ Չէ, մենք արդեն սովորել ենք, նույնիսկ գիտենք, որ ժամին, որ ուղղության ինքնաթիռն հայշնում, դա էլ գիտենք օդանավերից արդեն։ Պարզ է։ Դավիթի հետ քննարկումների արդյունքում ուզում էինք հասկանալ, թե ինչ քար է սա, բայց այդպես էլ չգտանք պատասխանը, խնդրում եմ դուք լուսավորեք մեզ։ Ուրեմն տան շինարարությունը մի 15 տարի առաջ եմ սկսել։ Քարը բերվել է Արագածի լանջերից, ճիշտն ասած մի քիչ մամրակալած էր այն ժամանակ, բայց որ երևի մի քիչ չոր տարածք եկավ, այդ մամուրը իր հատկությունը կորցրեց, հիմա այսպեսի… Արագածի լանջաքար է, կարելի է այսպես անվանել այո։ այն, իհարկե դուռն էլ շատ հետաքրքիր լուծմամբ է արված, կա ինչ-որ պատմություն այս ամենի հետ կապված, թե սա ուղղակի ձեր դիզայներական մտահղացումն է եղել։ Դիզայներական մտահղացումն է, այս կողմում դրել է ես փաթաթվող կանաչ խոտերից էի դրել, բայց հետո հասկացա, որ ինքը որոշ առումով մի քիչ դիզայնից առանձնանում էր, դիզայնով ես կտրեցի ներքևի մասը, թողեցի սենց չորանա, տերևաթափլնի, ավելի սենց ճապոնական հիկեբանայի բանի տպավորություն ա թողել։ Հասկանալի է, գնանք ներս։ Գնանք սիրով Գնանք ներս, համեցեք։ հասկանանք ներսի հատվածում ինչեր ունեք մեզ ցուցադրելու, ես վստահ եմ, որ այսօր ապշելու բազմաթիվ առիթներ ենք ունենալու։ Կարծում եմ ճիշտ եք։ Միանգամից այստեղից արդեն տեսարան է բացվում, որ տպավորություն է ստեղծում, գնում ենք ոչ թե ինչ-որ մեկի տուն, այլ ինչ-որ թանգարանային հատված կարելի է ասել, պատկերասրահ կարելի է ասել, պատին կան հին մետաղյա իրեր, սրանք որտեղից են հայտնվել ձեր պատին։ Սրանք ճիշտն ասած պատահականության սկզբունքով նվերներ են տվել, նվիրել են, ձեռքս, ասենք ինչ-որ մետաղներ տեսել եմ, հավաքել եմ ու սա միջև տունը կառուցելն եմ հավաքել, որովհետև նպատակ ունեի ցուցադրելու, դեռ շատ նյութեր կա, որ հավաքված է, բայց ցուցադրված չի, որովհետև ներքևում նկողում ուզում եմ մի փոքր գինետան տարբերակով դիզայն անել, այնտեղ որոշ հատվածներ սկսել եմ, ընթացքում հյուսնի բոլոր գործիքները ունեմ, սաղոցներ, ինչ որ օգտագործել է, ամեն ինչ,
Ունեմ դա երևի մի որոշ ժամանակ հետո կավարտեմ, նոր կցուցադրեմ։ Գնանք դեպի բակի հատված, իհարկե այստեղ ճանապարհին տեսնում եմ կարպետներ։ Հին կարպետներ են, ինչ որ պատմություն ունեն, որտեղից են հայտնվել այստեղ։ Ճիշտն ասած, այն վատ տարիների ժամանակահատվածում մարդիկ, որ ապրուստի խնդիր էր, գալիս էին Եսաբովյան փողոցի վրա ունենք ցուցասրահ, որտեղ աշխատում ենք, հարևանությամբ կարպետի խանութ կար, գորգերի խանութ կար, եթե նրանք մերժում էին, ինձ էին դիմում, ես էլ մարդկանց օգնելու համար ու հեռանկարում երբեք հաշվի չեմ առել, որ կարող է հետագայում օգտագործեմ, կամաց ասես ձեռք եմ բերեք ու տակել եմ ոնց որ ասած մի քանի հատ օգտագործում եմ։ Բակի հատվածը ապշեցնում է իհարկե, շատ գեղեցիկ է, խնամված, կոկիկ, տեսնում եմ ծառեր, որոնք նույնիսկ առաջին անգամ եմ տեսնում։ Ով է զբաղվում այս ամենի մշակմամբ։ Այս ամեն ինչով զբաղվում ենք ես ու կինս, Գայանեն։ Հասցնում եք նույնիսկ։ Դժվարությամբ մանավանդ այս տարի շատ շոկ էր, նույնիսկ խոտերը անհրաժեշտ էր ամեն օր ջրել, լավ խնամում ենք, տեր ենք կանգնում, եթե մի օր չջրես, ծարավից հիմա տեսեք մի քիչ խեղճացած վիճակ է, խնամք է պահանջում։ Հիմա էլ արդեն Աշունը սկսեց այս հարևանի բարդիների տերևաթափի, տեսեք ինչպեսի շրջան է, այս ամբողջը լցում է մեր բակը։ Հույսով եմ, որ բարդիները հարևանը խոստացել է, որ մի փոքր կարճացնի։ Սա Պավլովնյա ծառն է, որը տարին 2 անգամ ծաղկում է, այն իր վրա մանր կոկումներ կա, հիմա նրանք խոշորանան եւ ուշաշունը կծաղկի, սա մյուս ծաղկման շրջանը կլինի գարունը։ Սա մուշմուլայա կոչվում կամ նոր աշխարհ։ Մենք արդեն 3-րդ տարին է պտուղը ուտում ենք սրա։ Ինչ պտուղ է տալիս։ Սա խաղողի ողկյուզի նման ինքը տալիս է ծիրանի չափ պտուղներ, ծիրանի գույնի, մեծ կորիզով։ Ես եթե փորձեմ կարողա նույնիսկ գարնան կողմը մի փոքր ցրդահարվեց եւ ամբողջությամբ բերքը չհասունացավ, քիչ, ասենք մի 30 հատ, կարելի ասել մի 30 հատի չափով հավաքեցինք, բայց իրա վրա մնացել է այս գտակ նույնիսկ մեկ հատ։ Հիմա ինքը այսպես փնջերով, ահա խոշոր պլանով երևի թե ինքը այսպես փնջերով, սա իր այսպես ասած ցոգոլային շրջանն է, եթե ցոգոլ են ասում, չգիտեմ բառը ճիշտ ոնց օգտագործեմ, սա ամեն մի հատիկը մի ծիրանի չափ պտուղ է դառնում։ Շատ հետաքրքիր ծառեր, ինչպես ասում եմ, երբևէ չի հանդիպել ինձ այդպիսի ծառ եւ այդպիսի պտուղ։ Ես մեկ բանով YouTube-ով տեսնում եմ, որ մարդիկ ցույց են տալի իրենց բակում ոնց է, ինչ է եղել, բայց ես արդեն ասում եմ 3-րդ, 4-րդ տարին է մենք պտուղը օգտագործում ենք, բերքը տալիս է, տեսել ենք։ Ներսես իհարկե խոսեցինք այս աշնանային շրջանի մասին, ես ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ ձեր հաղորդումը եթերում է լինելու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած Կենտրոն TV-ով եւ չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ձեր հաղորդումը ներառյալ այնտեղ տեղադրված կլինի կամ կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները։ Մի փոքրիկ անդրադարձ մեր մասին, հիմա խոսենք ձեր գործունեության մասին։ Կարծում եմ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանում մի փոքր դժվար է արվեստագետների կյանքը, որովհետև ռեալիզացվելու խնդիր կա եւ դրա դիմաց վճարվելու խնդիր կա ամենաառաջինը եւ շատ հաճելի է տեսնել մարդու, ով զբաղվում է արվեստով եւ ունի այսպիսի պայմաններում ապրելու հնարավորություն։ Միայն նկարչությունը եւ դիզայնն է, որ ձեզ բերում է եկամտի մեծ մասը, թե կա նաեւ այլ գործունեություն, որը որ ծավալում եք։ Չէ, ես ծավալում եմ, մենք Երևանում Չարենց փողոցի վրա ունենք Մելիքյան արտ գալերիա, որտեղ ցուցադրում ենք տարբեր հեղինակների ստեղծագործություններ, զբաղվում եմ նկարների շրջանակների ձևավորմամբ եւ նման ծառայությամբ։ Եթե չլինի դա, կարծում եմ շատ դժվար կլինի արվեստագետի համար, շատ դժվար է ստեղծագործությունները վաճառելով իր գոյությունը կամ ընտանիքը ապահովի գոնե մինիմումով։
եթե չլինի, ցանկալի է որ արվեստագետը ունենա ինչ-որ եկամուտ, բիզնես, որի հիման վրա կարողանա գոնե կտավի ներգերի, չգիտեմ, սենց ամենա մինիմում պրոբլեմները կարողանա ապահովի։ Ներսես ձեր բակային հատվածը շատ հետաքրքիր է, կխնդրեմ ձեր ուղեկցությամբ տեղափոխվենք նաև մյուս հատվածը բակի, բայց չմոռանանք, որ նաև մեր եթերաժամանակը սահմանափակ է, ցանկանում ենք ձեր տանը նույնպես նկարահանումներ իրականացնել, խնդրում եմ ուղեկցեք մեզ բակի մյուս հատված, այդ ընթացքում եւ կտեղափոխվենք եւ կզրուցենք միասին։ Երբ ձեր մասին փորձում էի ինչ-որ տեղեկություններ գտնել, հասկացա, որ նաև զբաղվում եք կոլեկցիոների գործունեությամբ, ավելի ճիշտ, հավաքածուներ եք սիրում հավաքագրել։ Ունեմ հավաքածու, մեծ հավաքածու ունեմ, որի հիմնադիրը կարող եմ ասել ինձ շատ լավ ժամանակին խորհուրդներ տվեց Հենրիկ Իգիթյանը, երբ ես Աբովյան փողոցի վրա Գեղագիտության ազգային կենտրոնի արվեստի սրահի տնօրեն էի աշխատում, ինքը խորհուրդներ տվեց, բացատրեց եւ կամաց հիմքերը դրեց ու ես սկսեցի ժամանակի ընթացքում հասնել ինչ-որ հետարքիր հավաքածուների ստեղծագործությունները շատ են։ Տեսնում եմ նաև չրերը դրված լողավազանի կողքին, սրանք ձեր այգու պտուղներն են, որոնք ձմեռվա համար են պատրաստվում, թե գնվել են եւ ուղղակի պատրաստվում են ձմեռվա համար։ Այս գործերով զբաղվում Ատիկին Գայանեն, կինս, ինքն է զբաղվում։ Կան բաներ, որ ասենք գնում է ճիրա պատրաստում ձմեռվա համար, կան բաներ, որ մենք այգի չունենք, դե մեր պտուղները չեն ծառերի։ Ես տեսնում եմ տարատեսակ ստորագրություններ այս պատի վրա։ Ովքեր են եղել այստեղ ժամանակակիցներ, մեծություններ, Արա Գևորգյանի ստորագրությունն եմ տեսնում, տարբեր մարդիկ ձեզ բարեմաղթանքներ են գրել։ Ճիշտն ասած, եթե ես ամեն հաճախ այցելուի եթե ցանկություն ունենայի գրեին, սպատերը չէր տեղավորվի, դրա համար ոնց որ ասած հատուկ կենտ մարդիկ են, որ իմ հյուրերն են գրել են։ Հիմա դեսպաններ, չգիտեմ, ասենք ձեր աչքին ընկավ Արա Գևորգյանը, սա մեր նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի խոսքերն է, տարբեր կատեգորիայի հյուրեր արտասահմանից, նույնիսկ արդեն առաստաղի վրա են անդրադարձ կատարել։ Ումն է եղել նախաձեռնությունը, առաջինը ով սկսեց այս ամենը, կհիշեք, թե դա վաղ անցյալում էր։ Առաջինը սկսեց իմ ընկեր Այվազը, այո, գեղանկարիչ, մեր ամենալավ գեղանկարիչներից մեկը մեր քաղաքի, առաջինը ինքը սկսեց, հիմքը Այվազով ա դրվել, այդպես։ Հնարավորություն ունենք արդեն գնալու դեպի տան հատված, հասկանանք որտեղ եք ապրում, ինչ պայմաններ են, ընդհանրապես ինչ պայմանում է ապրում նկարիչը, ինչ է անհրաժեշտ կատարյալ ոգեշնչման համար եւ ընդհանրապես ով է ձեր ոգեշնչման աղբյուրը։ Համեցեք, գնանք մնացածը ներսում արդեն։ Ներսի դիզայնի հեղինակը նույնպես դուք եք։ Սա էլ մի ստեղծագործություն է, որ ժամանակի ընթացքում կամաց արել եմ։ Եվ արել եմ այնպես, ինչպես ես եմ ցանկանում, ես եմ ուզում, ասենք, սեղանները, աթոռները կամ չգիտեմ, սենց կոճղադրած փոքր կոճղերով, արել եմ այնպես, ինչպես ես եմ ուզում, ազատ։ Ընդդիմացողներ չեն եղել։ Դե մարդիկ, ասենք, ընտանիքի անդամների մասին է խոսում։ Չէ, ընտանիքի անդամները չէ։ Բուխարին գործող է թե ոչ։ Գործում է, էլ ոնց է գործում, սա իմ Սանիկ Վաղինակը Իտալիայից, երբ որ եկել էր, ինքը Իտալիայում էս գործով ասպահվել, իմ դիզայնով ինքը իր որդու հետ, այս իմ ճաշակով արեցինք սա, գործում է շատ հոյակապ, ոչ մի ծուխ ներս չի լցվում, նույնիսկ մենք ստեղ ամբողջ ծմեր ասենք խորոված ենք անում կամ ասենք ինչ-որ մի բան, եթե անում ես, սեղանի մոտ նստած մարդը երբեք ոչ մի հոտ չի տարածում բանում տան մեջ։ Պատերի նկարները ձեր ստեղծագործություններն են թե ոչ։ Քանի որ այս առաջի հարկը այս ոճի մեջ է, որ տեսնում եք, դրա համար ես այստեղ կախել եմ Էջմիածնի նկարիչ Համլետ Պողոսյանի
երկու ստեղծագործություն, Այո։ որը կոլորիտով համընկնում է տանս ոճի հետ եւ մյուսը շատ հայտնի Արծրունյանի Էդվարդ Արծրունյանի լավաշն է, այդ նկարը գոչվում է լավաշը։ Իր ստեղծագործությունն է, որ կոլորիտով գտնում եմ, որ լիարժեք համապատասխանում է։ Ես այս հարկում ուրիշ ոչ մի նկար չեմ կարող ցուցադրեմ, բացի դրանցից։ Ներսես խոսենք ջահերի դիզայնի մասին, որովհետև յուրաքանչյուր քայլափոխիչ է, որ հնարավոր է հանդիպել այսպիսի ջահ։ Չրեր են բնական, ճիշտ եմ հասկանում։ Բնական մրգեր են։ Բնական մրգեր, ներողություն, սխալ ասացի, բնական մրգեր են չորացված։ Բնական մրգեր են չորացրած, հա։ Կան կդրած, կան ամբողջական։ Եվ այս ամենի հեղինակը բնականաբար կրկին դուք եք։ Հա։ Մենք ենք։ Համեստորեն լռում եք, ուղղակի, հա, դուք եք։ Խոհանոցի հատվածին անդրադառնանք։ Ինչ եք ամենաշատը սիրում ուտել։ Ճիշտն ասած, կնոջը կինս ինչ որ պատրաստում է, բոլոր պատրաստած ուտեստները կարելի ասել շատ համով են։ Ինքներդ պատրաստում եք, թե ոչ։ Երբ որ ասենք տանը չի լինում, ամենաշատը կարող եմ ձվածեղ անեմ։ Հասկանալի է։ Ծուն խաշեմ ձվածեղ անեմ։ Այսինքն հավկիթների տարատեսակ վարիացիաները կարելի է այսպես ասել։ Խաղողները, որոնք որ կախված են վերևում, ինչը դրանց մեջ տեղադրվում, մոմ, լամպ։ Չէ, իրանց մեջ ոչ մի բան չկա, ճիշտն ասած, երբ որ ես դրսում եմ լինում արտասահմանում, փորձում եմ այդ տանս ոճի համապատասխան ինչ որ հուշանվերներ կամ բաներ ձեռք բերեմ, այս խաղողները ոչ մեկ ասենք Հայաստանում պատրաստված չի, բայց քանի որ ինքը մեր հայկական խորհրդանիշներից մեկն է ու համապատասխանում է իմ ինտերիերին, ամեն գնալուց Եգիպտոսից 1, 2, 3 հատ բերում եմ իմ հետ։ Եվ կարծում եմ սրանից շատ իմաստ չունի կախելը։ Փայտը ամեն դեպքում, ինչպես հասկանում եմ, ձեր ամենասիրելի նյութերից մեկն է, թե արտաքին, թե ներքին ձևավորման համար։ Ինքներդ եք պատրաստել այս ամենը, թե ոչ այդքան, որովհետև ասացիք, որ նաև շրջանակներ եք պատրաստում, միգուցե փոքրիկ Այս կոնկրետ սեղանաթորը ես չեմ պատրաստվել, բայց սա ասենք որոշ բաներ դեկորներ կան, որոնք ես ինքս եմ արել, որովհետև դա անհնար է, ասենք, պատվիրելը, որովհետև գոյությունն իր չափ, հաստություն, դիզայնի պահեր կա, դրա համար որոշ բաների ես եմ արել, սեղանաթորը սա գնել եմ, բայց գնել եմ, որովհետև սա համապատասխանում է իմ ինտերիերին, այս փայտերին, այս շատ հետաքրքիր է, կարող եք կողմնորոշվել, թե սա ինչ է։ Ճիշտն ասած, ոչ։ Հիմա էլ ես ձեզ հարց տամ։ Ես չէ, հանձնվում եմ։ Սա երբ որ ասենք գառնան կողմը լինում մեր Եգիպտոսի հյուրանոցում որ մնում եմ, սա խուրմայի ողկյուզն է, ասենց ասեմ։ Բոլոր գարունը իրան կետում են, թափում են ներքև եւ ես այդ առիթը օգտագործելով կարեցել եմ, ասենք, հավաքեմ, Շատ հետաքրքիր է։ Սա շատ հետաքրքիր է ու դիզայնով ստեղ ինքը կարծում եմ իր ճիշտ տեղն է ընտրած։ Ներսես հաղորդման այս հատվածում մենք պետք է ձեզ հանձնենք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ, որից հետո կշարունակենք մեր նկարահանումները։ Կարճ ասած, գովազդ մեր եթերում։ Շնորհակալություն։ Ներսես համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ծավալեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով, կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք արդյոք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մառանիկ։ Կեցեք, հրաշալի է, սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։
Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ, համ, որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա, շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն, մենք միշտ օգտագործում ենք Սլաբադա արևածաղկի ձեթը։ Դուք շատ ճիշտ ընտրություն եք կատարել։ Շնորհակալություն։ Ներսես հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Շնորհակալություն։ Մենք նույնպես շնորհակալ ենք եւ կարծում եմ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի մենք վերջապես ականատեսը դառնանք ձեր ստեղծագործությունների, բացի տան դիզայնից, նաեւ ձեր կտավներին ծանոթանանք։ Խնդրեմ սիրով Բարձրանում ենք երկրորդ հարկ, որտեղ գտնվում է ձեր արվեստանոցը։ Այո։ Դուք այնտեղ բարձրանում եք, կտրվում եք բոլորից, ձեր մտքերը հանձնում եք կտավներին։ Այդ նպատակով է այն երկրորդ հարկում, թե այդպես է ստացվել ուղղակի։ Նախապես ծրագրավորացել, որ արվեստանոցս պետքա լինի երկրորդ հարկում։ Այո։ Այստեղ ես իմ կռիվն եմ տալի կտավի հետ։ Ահա։ Ու վայելում եմ այդ պայքարը ու երբ որ ստեղծագործությունն ստացվում է, ավելի հաճելի է դառնում։ Պատերին ինչը տեսնում ենք, դրանք ձեր ստեղծագործություններն են բոլորը։ Այո, սրանք այս եռանկարը չգիտեմ թեմաներից խոսեմ թե չէ, սա մի քիչ, քանի որ սև ու սպիտակ երանգներով է արված, սա կոչվում է հոկտեմբերի 27 այս ստեղծագործությունը։ Հասկանալի է։ Հոկտեմբերի 27, ճիշտ ասեցի։ Գրքեր, տարատեսակ, ինչ եք սիրում ընթերցել, որ գրականության որ ժանրն է, որ ձեր օրը կարող եք լցնել դրանով։ Եթե ես ժամանակ եմ գտնում, դե ինչպես տեսնում եք, բոլորը արվեստի վերաբերյալ գրքեր են։ Հիմնականում մասնագիտական գրականություն։ Հիմնական մասնագիտական, որովհետև ժամանակի առումով այս հատվածում ցուցադրված գրքերը որ կան, բոլոր գրքերի մեջ իմ ստեղծագործությունները կան այս մասում։ Նաև տեսնում եմ գեղարվեստական գրականություն, օրինակ Հայք Հրայր Տրոփյուն, Մարդն իր կերպի մեջ, կարելի է այս շարքը շարունակել։ Սիրում եք գեղարվեստական գրականություն։ Այո, կարդում եմ, ընկերներիս նվերն են հիմնականը, նվիրում են, թե շատ ունեմ պոետ ընկերներ։ Այո։ Ներընկած ժամանակ իրանք ինձ նույնիսկ օգնում են ստեղծագործության անունը որոշելու հետ կապված։ Նույնիսկ նրանցից ոգեշնչվում եք, պարզ է։ Ներսես, այս պահին ձեր մոլբերտը կարծես թե միայն կտավով է լցված, նրա վրա չկա որևէ պատկեր։ Ինչ է այդտեղ պատրաստվում, թե դեռ չի եկել, չի հասունացել այն պահը, որ դուք պետք է ստեղծագործեք։ Չէ, հասունացած է պահը, ուղղակի պետքա երեկոն գա, սիրում եմ երեկոյան կողմերը ստեղծագործեմ, որովհետև ամբողջ օր աշխատանքից վերադառնում ես մի փոքր ոնց որ ասած հանգստանալուց հետո երեկոյան կողմը հանգամանք չկա, հեռախոսները անջատում եմ ու զբաղվում եմ նկարելով։ Կտրվում եք բոլորից։ Այո։ Նաև այստեղ երկու փոքրիկ կտավիկ եմ տեսնում դրված։ Ինչի համար է սա։ Այս փոքր կտավների վրա, եթե ցանկություն ունենաք, անջան կանենք մաստեր կլաս կամ վարպետաց դաս։ Մի փոքր ավելի ուշ իհարկե սիրով մեծ պատիվ է։ Կանենք։ Մեծ պատիվ է ինձ համար։ Սա ես կանեմ, սա քեզ կտա։ Այսինքն դուք վստահ եք, որ ես ինչ-որ բան կկարողանամ նկարել։ Կարծում եմ այսօրվանից հետո սկսելու ես աշխատել նկարել։ Հուսանք, բայց ես մի փոքր կասկածում եմ ներսես հերվում սենյակի մյուս սենյակում հատակին տեսնում եմ մեծ կտավ։ Եթե ճիշտ եմ հասկացել, որ դա մեծ կտավ է, իսկ ես կարծում եմ, որ ճիշտ եմ հասկացել։ Ինչ ստեղծագործություն է սա։ Դուք ճիշտ եք հասկացել, սա իմ երկրորդ մեծ կտավն է, 10 մետր ունի, ինքը 10 մետր երկարություն, 3.30 բարձրություն։
Առաջին նկարս կոչվում էր, որը ցուցադրվել է ժամանակին, նույն չափով առաջի ստեղծագործությունը կոչվում էր ոսկե ծիրանենի կամ գիտության ծառը։ Ահա։ Այստեղ այդ ստեղծագործությունը մայրիկիս լուծած խաչ բառերով եմ հավաքել, կոլաժ եմ արել մեծ մի ծառ էր։ Հիմա ինչ վերաբերում է սրան, ուղղակի պետքա տեսնես, եթե չտեսար, ինչքան էլ նկարագրեմ, պատկերացումը չգիտեմ։ Ներսես հնարավորություն կա մի փոքր հավաքելու, եթե իհարկե չորացած է այս ամենը, մի փոքր հավաքելու, որպեսզի մենք նաև տեղաշարժվելու հնարավորություն ունենանք։ Սա կհավաքենք, ստեղծագործությունը կոչվում է անավարտ ճանապարհ, որը շուտով երևի մի 10 օր սիստեմատիկ աշխատելուց հետո արդեն իր ավարտուն տեսքը կստանա։ Հիմա ես կհավաքեմ կտավը։ Ներսես դուք շատ հետաքրքիր մոտեցում եք ցուցաբերում ծառերի նկատմամբ, որովհետև ինչքանով որ իմ աչքին ընկավ, ծառերը ունեն յուրահատուկ մեկնաբանություն։ Նեղ բուն եւ մեծ սաղարթ։ Դա ինչ որ բացատրություն ունի, ինչու այդ կերպով, թե դուք ուղղակի այդպես եք տեսնում։ Ժամանակի ընթացքում ստեղծագործելով կանգնեցի այն տարբերակի վրա, որ իմ մոտ ծառերը բոլորը այդ ոճով ու այդ բարակ բնով արվում կան Ահա այս պատին հատկապես ակնառու է այդ ամենը, ինչի մասին որ խոսում էինք։ Ծառերը գիտեք ինչ, իմ մոտ սենց է, էլի որ ասեմ անկեղծորեն, ոնց որ բնության մեջ նույնն էլ իմ արվեստում ոչ մի ծառ մեկը մյուսին նման չի, ոչ մեկը ամեն մի ստեղծագործություն իր յուրահատուկ ձև ունի կատարման։ Հիմա սա, ասենք, ստվարաթղթով է, եթե ճիշտ եմ հասկանում։ Ուրիշ տարբեր թղթեր եմ օգտագործել, ասենք սա այս շրջանը արված է ստվարաթղթով, սա ուրիշ նյութով է արված, սա ուրիշ կատարում է։ Ու հիմա ես երբ որ սկսենք վարպետաց դաս անելը, մենք այնտեղ կանենք հիմա ստեղծագործությունների մեջ մի քիչ մետաղներ եմ օգտագործում, եթե այս փոքր նկարները ցույց տամ թե Ներսես իսկ պատվերներ հնարավոր է, որ դուք իրականացնեք, այսինքն կան մարդիկ ասեն, այ այսպիսի նկար եմ ուզում եւ դուք Չէ, ես նման եթե իրանք ասենք ցանկություն ունենան իմ ստեղծագործությունները ձեռք բերելու, ես իրանցից պահանջում եմ միայն նկարի չափերը, կտավի չափը, իսկ ստեղծագործություն, ասենք ծառա կամ չգիտեմ վերացական ինչ-որ մի բանը, ես անում եմ այն, ինչ որ ես եմ ուզում։ Ես կոնկրետ այդպես պատվերներ չեմ անում։ Ինչ նյութերով է սա կյանքի կոչվել։ Սա տարբեր նյութեր է, նույնիսկ չորացած ներգերը, որ ավելանում են պալիտրայի վրա, կամ ասենք, չգիտեմ, թափոններով էլ կարաս ստեղծագործես, մի հետարքիր արվեստի գործ ստեղծես։ Ես ոչ մի նյութ չեմ թափում, բոլորը օգտագործում եմ, գործեր կնեն, հիմա ես ձեզ ցույց կտամ։ Բարի։ Ներսես, այս ավելի պատմությունը կպատմեք մեզ, շատ հետաքրքիր էր մոտեցումը այս ամենին, ավել շրջանակի մեջ, ինչ որ գրված։ Ուրեմն ասեմ, վերևում կախված էր Գայանե Խաչատրյանի նկարը, կտավը, որ հիմա ցուցահանդեսում է ցուցադրվում։ Երբ որ ես Գայանե Խաչատրյանի հետ շատ մտերիմ եմ եղել, Վրաստանում էի, Գայանե Խաչատրյանի պալիտրան, ներկապնակը, ընկել էր ավելի վրա եւ ներգոտվել էր։ Ես իրեն խնդրեցի, տվեց ես ավելի ինձ նվեր, վերցրեցի երկու վրձին եւ ուրեմն նամակի կրկնօրինակն է, որ 69 թվին, եթե ուշադիր եք, Մինաս Ավետիսյանը Գայանե Խաչատրյանին նամակ ա գրում, որ խնդրում ա, որ Գայանեն վերադառնա Էջմիածին եւ Էջմիածինը դարձնեն գեղանկարչության մայրաքաղաք։ Սա Մինաս Ավետիսյանի նամակն է Գայանե Խաչատրյանին։ Մինաս Ավետիսյանի ձեռագիրն է, այսպես ասած։ Եվ ես ուզում եմ իրանց երազանքը, եթե հնարավոր է իրականացնեմ, եթե մենք ունենանք քաղաքում մի որևէ կառույց, որտեղ կարողանանք ցուցադրել, որովհետև ես
մեծ հավաքածու ունեմ հայ նկարիչների, Էջմիածնի նկարիչների եւ համաշխարհային նկարիչների ստեղծագործություններ, որոնց մի մասին հետո մի որոշ ժամանակ հետո ականատես կլինեք։ Նաև գիտեմ, որ փառատոններ են, փառատոն է իրականանում ամեն տարի, չէ, Էջմիածնի օրվա հետ կապված դուք այդտեղ ունեք ձեր մասնակցությունը։ Ճիշտ ասած, մենք անցած տարի եթե պատերազմական վիճակամ ինչ-որ բան չի, կարող հանգամանք չի լինում, մենք այս տարի կոնկրետ հենց հիմա ես զբաղված եմ այդ գործերով, անում ենք քաղաքը, քույր քաղաքների նկարիչներին հրավիրում ենք մեր քաղաքը, անում ենք սիմպոզիումներ, նկարչական, համատեղ ստեղծագործում ենք, վերջում կազմակերպվում է քաղաքապետարանի միջոցով ցուցահանդես եւ մեր երիտասարդ նկարիչները, մեր քաղաքի նկարիչները շփվում են արտասահմանից եկող մեր հյուրերի հետ եւ այդ փորձի փոխանակումը կամ չգիտեմ ինչ ու մենք ենք գնում դուրսը համատեղ աշխատելու, որը շատ կարեւոր է Կասեք, որ ժամանակահատվածում է դա իրականանում։ Այս տարի նախատեսված է հոկտեմբերի 2-ից մինչև 9, իսկ ցուցահանդեսի բացումը արդեն կոնկրետ օրը եւ ժամ ունենք, հոկտեմբերի 7-ին ժամը 4-ին Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում։ Այսինքն մեծ հետևող մարդիկ կարող են գալ, մասնակցել, որովհետև հաղորդումը ամսի 5-ին է եթերում լինելու, սիրով կարող եք հրավիրել հիմա։ Կարող եմ բոլոր ցանկացողներին հրավիրում եմ եւ շնորհակալ եմ ձեզ, որ հնարավորություն եք տալիս արվեստ սիրողներին, նկարներ սիրողներին, նկարիչների հետ շփվողներին հրավիրում ենք մեր քաղաքի տոնի շրջանակներում բացվող ցուցահանդեսին։ Հոկտեմբերի 7-ին ժամի 4-ին Էջմիածնի մշակույթի պալատում Կոմիտասի անվան։ Շատ բարի, շնորհակալություն։ Ներսես խայտարակ եք ինձ խնդրում եմ, որովհետև ժամանակն է, որպեսզի ես ցուցադրեմ իմ անկարողությունները նկարչության ոլորտում։ Մի բան էլ ցույց տամ, սա նույնպես տարվա եղանակներ է կոչվում։ Ես մտադրություն ունեմ իմ մոտակա անհատական ցուցահանդեսը անելու ժամանակ, ես ուզում եմ, որ սա, ասենք, հենց բոլոր գործերս պետք է գետնի վրա ցուցադրվի։ Ինչու։ Ինչն է պատճառը։ Պատճառը նա է, որ ասենք կարծում եմ, որ դե բոլոր ցուցասրահներում մտնում ես պատերին ես կախված տենում, իսկ սենց կարան կողքերը շրջեն, սիրուն բոլոր կողմերից, ասենք, նկարը ինքը պետք է նես լուծումներ ունի, որ ասենք շրջես, նայես։ Այստեղ նույնպես օգտագործել եք մետաղներ, եթե ճիշտ եմ տեսնում։ Այո, վերջերս մետաղներ շատ եմ օգտագործում։ Մոտավորապես ասենք գետնի վրա սենց կլինի դրված, մեծ ու փոքր նկարները, ու կախված է տարածքից, ոնց դիզայնն անես, ոնց ներկայացնես։ Սենց մտադրություն ունեմ, որ գետնի վրա անեմ։ Եղել է աշխարհում այդպիսի նախադեպ, տեսել եք, որ ցուցադրեն գետնին, թե դուք կլինեք առաջինը։ Ճիշտն ասած չեմ տեսել, բայց բացի դրանից մտածում եմ, որ մի քանիսն էլ ասենք գետնից բարձրանա դեպի պատը։ Այսինքն կլինեն մեկը մյուսի շարունակությունը։ Հա, ասենց ասիմետրիկ դասավորությունով։ Այդպես ծրագրումը այդ մտադրությունը կա ցուցահանդեսը բացելու։ Ներսես, եթե կա հնարավորություն ձեր աշակերտը լինելու մի պահ, ապա խնդրում եմ դա իրականություն դարձնենք։ Խնդրեմ էսա։ Եվ տակ ինձ հնարավորություն ձեզ հետ միասին ստեղծագործելու, արարելու, չգիտեմ որքանով դա կարելի է համարել ստեղծագործություն իհարկե։ Ինչ է հասնում ինձնից, ուսուցիչ։ Հիմա կասեմ, ես գծում եմ սենց մի գիծ։ Այո։ Ու անում եմ մի հատ ծառի պոչ։ Այո։ Հիմա կրկնում ես կուկտավի վրա։ Վերջ, սա առաջի մասն է։ Պատրաստ է արդեն։ Չէ։ Չէ։ Շուտով։ Լավ։ Հիմա վերցնում ենք, սա կոչվում է մաստիխին։ Մաստիխինով ներկը քսում եմ, սենց միասին, սենց մի քիչ հաշտ շերտով։ Մաստիխին։ Մաստիխին է կոչվում ռուսերեն, ճիշտ ասած հայերեն ամանումը չգիտեմ։ Հիմա ես արեցի իմ բաժինը։
Հիմա խնդրում եմ նույնությամբ դու կրկնի քո ծառը։ Ես ճիշտ ասած սա ավելի շատ նմանեցնում եմ իմ պարագայում իհարկե ծեփ համածիկ քսելուն։ Ես չգիտեմ որքանով այն ինձ մոտ կստացվի եւ վերջնական արդյունքը ինչպիսին է լինելու։ Կարծում եմ ստացվում է շատ լավ։ Իրոք։ Կլինես ամբողջ մակերեսը ծածկես, բայց մի պետք չի շատ հարթացնել։ Ահա, ես դրա համար ասացի, իմ քսելու դեպքում տպավորություն է ստեղծվելու, որ ես ծեփ համածիկն եմ քսում, որովհետև ծեփ համածիկը քսելուց միշտ պետք է որ հարթ լինի։ Բայց ես այսպես եմ տեսնում, ներսես, ես հարթ եմ տեսնում։ Կարող եմ այդպիսի ամբիցիա ունենալ։ Կարող ես ունենալ։ Միշտ ասում են նկարիչները նկարում են այնպես, ինչպես իրենք են, չէ՞, տեսնում, ոչ թե այնպեսին, ինչպեսին կա։ Հիմա մենք կանցնենք երկրորդ էտապին։ Ես նախընտրում եմ հարթ ամեն դեպքում։ Կարող եմ վերջում սա ինձ հետ վերցնել։ Այո։ Իսկ ձեր նկարածը կարող եմ ինձ հետ վերցնել։ Իմ նկարածը նվեր կստանա Դավիթ։ Ներսես։ Հիմա մի հատ տեսնեմ ոնց արեցիր։ Հիմա ես իմը փորձեմ։ Այո։ Ուրեմն սա մետաղի ջարդոններ են։ Ահա։ Այն զգուշությամբ ես սա սենց շաղ եմ տալիս այս ներկի վրա։ Սա ներկ էր, այն ինչը որ չեմ հիշում անունը։ Սա նկարչական պաստա է կոչվում։ Ես այս մետաղները շաղ տվեցի։ Հիմա նույնը ես պետք է անեմ։ Բարի։ Լավ։ Մենակ զգուշ մատերը չծակես։ Ես այսքանն եմ ուզում որ լինի, կարելի է։ Հիմա ուրեմն սև մետաղը, երբ որ ինքը կոռոզիայի է ենթարկվում, ժանգոտում է, տալիս է ուրիշ երանգ։ Սա ոսկեգույն մետաղի։ Բրոնզ է դա։ Սա բրոնզ է, եթե ցանկություն ունես, բրոնզը օգտագործի։ Բրոնզելու ցանկություն ունեմ։ Բրոնզը մի փոքր ինքը կանաչում է։ Հետո կասեմ, որ դեպքում է կանաչում։ Վերջ, այս էտապն էլ վերջացրեցինք։ Ներսես, ես առաջարկում եմ դադարեցնել նկարահանումը, մենք իհարկե ստեղծագործենք, բայց ցուցադրենք արդեն վերջնական արդյունքը։ Շնորհակալություն։ Ներսես, ավարտեցինք մեր համատեղ ստեղծագործությունը, ինձ թվում է անձեն աչքով երևում է թե որը ով է ստեղծագործել։ Շնորհակալություն ամեն դեպքում ինձ հնարավորություն տալու ձեզ հետ միասին ինչ որ բան կյանքի կոչելու, բայց այսպես դատարկ կարծում եմ պետք չէ որ մնա, մենք հնարավորություն ունենք օգտվելու ձեր փոքրիկ բիզնեսից եւ շրջանակելու նրանց։ Իհարկե։ Ներսես մեզ միացավ նաև ձեր կինը Գայանեն, բարև ձեզ, շնորհակալություն, որ ձեր բուրըն առօրյայի մեջ մեզ համար կարողացաք ժամանակ գտնել, դե պատմեք, հեշտ է լինել այսպիսի արվեստագետի կինը։ Որ ասեմ դժվար է, իրոք դժվար է։ Ինչով է պայմանավորված այդ դժվարությունը։ Որովհետև խարակտերը պիտի գտնեք, էլի։ Եթե խարակտերին կարող եք ընտելանաք, մի քիչ դժվար է իր հետ, բնավորությունը, հա։ Բայց ամեն դեպքում հարմարվել ենք, արդեն 43 տարի ապրում ենք միասին։ Դժգոհ ես, հա։ Չէ, դժգոհ չեմ, փառք Դժգոհ է որ դեռ 43, մինչդեռ կարող է լինել 53։ Փառք Աստծո, լավ ենք, Տիրոջ օրհնությամբ, լավ երեխաներ ունենք։ Շատ լավ է։ Շատ ուրախ ենք, շատ հպարտ ենք, որ Ներսեսը մեր կողքն է։ Շնորհակալություն։ Ներսես հիմա ժամանակն է որպեսզի ներկայացնեք նաև հավաքածուն, բայց մինչ այդ ես ցուցադրեմ սա։ Ինչպես հասկանում եմ, սա ներկայացնում է բոլոր այն արվեստագետներին, որոնց նկարները որ ցուցադրվելու են ցուցահանդեսի օրը, ճիշտ է։ Հաճախակի ցուցահանդես եմ անում։ Սա արդեն մի անգամ սա հավաքածուց ցուցադրվել է Հայաստանի Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում։ Նախապատրաստվում էի Գյումրիում տեղափոխել, բայց ինչ որ հանգամանքներով առայժմ հետաձգվում է։ Կներկայացնեք բոլոր այն նկարները, որոնք հիմա տեսնում են մեզ դիտող մարդիկ, օրինակ։ Մենք ցուցադրում ենք հիմա ընդամենը 5 ստեղծագործություն, որովհետև բոլորը ցուցադրել
այս պահին մի քիչ անհնար է, այստեղ կա սա Սալվադոր Դալիի ստեղծագործությունն է, Ձախ կողմում։ Սա Սալվադոր Դալիի այո պարակոչվում ստեղծագործություն է։ Սա երկրորդ ստեղծագործությունը, որ դրված է ներքևում, սա Ալֆոնս Մուխայի ստեղծագործությունն է, որը նորից ընդամենը մեկ հատ ենք ցուցադրում։ Հաջորդը Գուստավ Կլիմտի հայտնի համբյուրի Համբույր ստեղծագործությունը։ շոլկոգրաֆիա է սա կոչվում, սա ոչ թե լիտոգրաֆիա է, այլ շոլկոգրաֆիա է, ուրիշ տեխնոլոգիայով արված։ Նրանք հեղինակային ստորագրություններով են, սա նույնպես Սալվադոր Դալիի ստեղծագործությունն է իր հեղինակային ստորագրությամբ եւ 5-րդը Կանձիսկու ստեղծագործությունն է։ Այս ցուցահանդեսի մեջ մտնում են նաև Լեժեն, Շագալը, Գարզոն, Ժանսեմը, Էրտեն եւ Շիմյակինը։ Շատ հետաքրքիր հավաքածու է, մոտ մի 25-30 աշխատանքով։ Ցավոք սրտի մեր եթերաժամանակը մոտեցավ արդեն իր ավարտին եւ մենք չկարողացանք լիարժեք բացահայտել, որովհետեւ ձեզ հետ կարելի է անվերջ զրուցել, եւ տարատեսակ թեմաներից կարելի է զրուցել։ Ներսես մենք արդեն շրջանակների պատրաստման բուռն փուլում ենք եւ խնդրեմ ցուցադրեք ինչպես է հաստոցը աշխատում։ Ավարտվեց բուն պրոցեսը, մնաց այդ ամենը իրար ամրացնելու պրոցեսը եւ մենք հետևում տեսնում ենք անծայրածիր քանակի շրջանակներ։ Սրանք որտեղից են գալիս Ներսես։ Մենք սա ձեռք ենք բերում Կորեայից, կորեական արտադրություն է եւ փայտերը Իտալիայից։ Պարզ է։ Պետք է ասեմ, որ ընդհանուր երկու շրջանակ պատրաստելու պրոցեսը տևեց մոտավորապես 4 րոպե։ Ուղղակի մենք այդքան ժամանակ չունեինք ամբողջը ցուցադրելու, դրա համար ստիպված եղանք մի փոքր դադարով նկարել այդ ամենը։ Եվ մնաց այս ամենը իրար ամրացնելը, բայց վստահ եմ, որ սոսնձելով չի լինելու, չէ՞։ Չի, առանց սոսնձելու։ Համակարգիչն է որոշում, թե ինչպես պետք է այդ ամենը լինի։ Այստեղ այո, համակարգիչն է, չէ, համակարգիչի մեջ կա կոդեր, ասենք ամեն շրջանակ իր կոդն ունի, կոդավորում ես, որից հետո, ասենք տվյալ շրջանակի կոդը հավաքում ես, դնում ես համապատասխան մեխեր ունեն, ամեն մի շրջանակ, որ չխփես դուրս կա, իրեն մեջ մնա, հիմա մենք եսի կփորձենք մանանել, Դե կխնդրեմ մեկ անկյուն իրար ամրացնեք, որպեսզի մենք կարողանանք դա ցուցադրել։ Վերջ։ Այո։ Ամրացված են անկյունները իրար։ Այո։ Այսքան հեշտ։ Այսքան հեշտ եւ այսքան արագ։ Վերջ, հիմա մենք նկարները կամրացնենք և կստացվի շրջանակավորեցինք։ Շնորհակալություն Ներսես։ Խնդրեմ։ Մենք արդեն կհանդիպենք այն ժամանակ, երբ հաջողություն կմաղթենք միմյանց։
Ներսես ժամանակն է, որպեսզի արդեն հրաժեշտ տանք իրար, բայց Փառք Աստծո մեզ միացան ձեր թոռները նաև, Հովհաննեսը եւ Հակոբը, Հովհաննեսը իդեպ ապագայում, ինչպես հասկանում եմ, շախմատի ոլորտում բազմաթիվ մեծ հաջողություններ է գրանցելու եւ հուսամ, որ մենք նաև առիթ կունենանք նրան արդեն որպես անհատ նկարահանելու։ Իսկ ինձ մնում է ձեզ ասել շնորհակալություն հրաշալի բացահայտումների, ձեր արվեստի մասնակիցը ինձ դարձնելու եւ մի շարք հետաքրքիր թեմաներով զրույցի համար։ Մենք ենք շնորհակալ, սիրով կսպասենք նորից ձեզ։ Լավ մնացեք, հաջողություն։ Հաջողություն։ Տեսություն։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными. Դե ինչ ցուցադրենք մեր հեռուստադիտողներին վերջնական արդյունքը։ Այո, սա աշխարհի ամենաանտաղանդ նկարչի ձեռքին է պատկանում, իսկ սա ամենատաղանդավոր նկարիչներից մեկի աշխատանքն է։ Շնորհակալություն Ներսեսին անմոռանալի էմոցիաներ պարգևելու համար, Այո, ինչպես նաև ջերմ ընդունելության։ ինչպես նաև հնարավորություն տալու, որպեսզի կարողանամ ես ստեղծագործել այս ոլորտում։ Բայց մի ասա, Վահան, միգուցե տարիներ անց լուրջ գումարներով վաճառանք։ Դե ինչ, այսքանը ձեզ հետ Վահան Միրաքյանն էր։ Եվ ինչպես միշտ Դավիթ Վարդանյանը։ Մնացեք խաղաղություն։ Բայց անպայման չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ սեղմել զանգակ կոճակը, որպեսզի Դավիթ Որպեսզի հետևեն մեր բոլոր նոր հաղորդումներին։ շնորհակալություն